Աստծուն փառք են շնորհքի համար, որ եղբայրները մեզ հաղորդեցին, եւ մենք շատ ուրախ ենք, որ ունենք եղբայրներ, որ Աստծո շնորհքը իրանց վրա հանգչած է եւ Աստծո ժողովրդին Աստծնով սնունդ են տալիս։ Ես ուզում եմ հիշեցնել Հռոմայացիս 14-րդ գլխի 17 խոսքը։ Պողոս առաքյալն ասում է. Աստծո առկայությունը ուտելիք ու խմելիք չէ, այլ արտարություն, խաղաղություն, ուրախություն Սուրբ Հոգով։ Եթե մարդը Աստծուն է ճանաչում, իրան հանձնել է Աստծուն, ապրում է հավատալով Աստծուն, արտարացած է, իր հարաբերությունը Աստծո հետ շիրակ է, որպես հետևանք ունի խաղաղություն, եւ եթե խաղաղություն, նաեւ ուրախություն, եւ եթե ուրախություն պարզ է, նա երբեք չի տրտնջա։ Ինչպես Պողոս առաքյալն է գրում Փիլիպպեցիս 4:4-ում, ամեն ժամանակ ուրախ եղեք Տերումը, եւ դարձյալ ասում եմ ուրախ եղեք։ Տեր Հիսուս աշակերտներին ասեց, եւ իմ ուրախությունը ոչ ոք չի խլի ձեզանից։ Դա գրված է Հովհաննես Ավետարանի 16:22-ում, եւ դուք էլ հիմա ունիք տրտմություն, բայց դարձյալ կտեսնեմ ձեզ, եւ ձեր սիրտը կուրախանա, եւ ձեր ուրախությունը ոչ ոք չի առնի ձեզանից։ Այո, այն ուրախությունը, որ մարդ ունի Քրիստոսով, իրանից ոչ մեկը չի կարող առնել։ Ես հիշում եմ այդ օրինակը, որ պատմել է Գյորգի բաբի եղբայրը, եւ ես էլի եմ պատմել։ Եղբայրը պատմում է, որ մի եղբորքին չարի ներգործության տակ էր, եւ այս եղբայրը երբեք չէր տրտնջում, չէր բողոքում, չէր ասում, թե իմ հալը էս ինչ է, ինչի համար այսպեսի վիճակում պետք է լինեմ։ Միշտ Աստծուն փառք էր տալիս, գոհանում էր, չէր տրտնջում։ Եվ աղոթներից մեկի ժամանակ, երբ որ եղբայրը նորից Աստծուն փառք է տալիս, պիղծ ոգին կնկան ներսից աղաղակում է, «Էլ չեմ դիմանում» եւ կնկանից դուրս է գալիս եւ կին ազատագրվում է։ Այնտեղ, որտեղ օրհնություն է, փառաբանություն է, խավարին տեղ չկա, լույս է։ Եվ սրա համար Եսայի մարգարեության 64-րդ գլխի 5-րդ խոսքում ասում է, Եսայի 64:5-ը, դու հասնում ես ուրախ եղողին եւ արտարություն անողին, որ հիշում են քեզ քո ճանապարհներում։ Դու հասնում ես ուրախ եղողին։ Այն մարդը, որը անդադար բողոքում ու տրտնջում է, նա ուրախ չի, մռայլ, խավար։ Իսկ այն մարդը, որ հավատում է Տիրոջը, որ ինքը Տիրոջ ձեռքերի մեջ է, ինչ է լինի, ամեն բան Աստծո կամքով է, նա միշտ Աստծուն փառք է տալիս։ Վստահ է, Տիրոջը զոր ձեռքերի մեջ է, եւ այդ ձեռքերից ոչ մեկը իրան չի կարող խլել։ Ինչպես 146 Սաղմոսում առաջի խոսքերից ասում է. Ալելույա, օրհնիր Տիրոջով իմ անձը, Տիրոջը կօրհնեմ ես իմ կյանքում, իմ ասում Սաղմոս կասեմ, քանի որ կամ։ Տիրոջը կօրհնեմ ես իմ կյանքում, իմ ասում Սաղմոս կասեմ, քանի որ կամ։ Սաղմոս կասեմ, քանի որ կենտանի եմ, քանի որ շնչում եմ։ Եվ նմանապես 150 Սաղմոսի վերջին խոսքերում ասում է սիրելիներ, ամեն շունչ ունեցողը թող օրհնի Տիրոջը։ Մարդը քանի շունչ ունի, պետք է օրհնի Տիրոջը։ Հոբը քանի շունչ ուներ, նեղության մեջ, փորձության մեջ օրհնում էր Տիրոջը։ Աստված թող օրհնի սիրելիներ։ Աստված թող օրհնի, ամեն ժամանակ ուրախ լինենք Տիրոջով, վստահ լինենք, իր հազոր ձեռքերի մեջ ենք, եւ այդ ձեռքերից ոչ մեկը մեզ չի կարող խլել։ Աստված թող օրհնի։ Հիմա ուրեմն երկելու ենք ավելի շուտ երկից առաջ աղոթք ենք անելու, հոգսերը խտրվածներն էլ Տիրոջ առջև բերենք։ Աստված օրհնի մեր եղբայրներին, իրանց ընտանիքները, իրենց ծառայությունը։ Սովորում ասեմ, որ եղբայրը, որ առաջինը խոսեց, ես իր հայրիկին գիտեմ, ինքը Բելարուսի եպիսկոպոսն էր եւ շատ օրհնյալ է, որ ասենք իր հայրը արել է ծառայություն, այսօր ինքն ասում է եկեղեցում անում ծառայություն, այ Երանի այդ նույն վիճակում մենք բոլորս լինենք։
որ մեր զավակները նույնպես Աստծուն ծառայեն, որովհետև սրանից ավելի մեծ ուրախություն չկա։ Աստված օրհնի, ամեն ժամանակ ուրախ եղեք Տերում եւ դարձյալ ասում եմ ուրախ եղեք։ Եղբայրը հիշեցրեց Փիլիպպեցիս թղթի 2-րդ գլխի խոսքն, ամեն բան արեք առանց տրտուժների ու վիճաբանությունների, որպեսզի լինեք անբիծ ու անարատ այս կամակոր ու խուտորյալ ազգի մեջ։ Փառք Տիրոջը, աղոթքով Տիրոջ առջև գանք։